Մարդկանց դժվար է հասկանալ, որ ամուսնությունը սիրո ուխտ է և ոչ թե պայմանագիր։ Մարդիկ ամուսնանում են, որովհետև իրենց զուգընկերը կարող է ինչ-որ բան անել իրենց համար։ Եվ երբ այդ զուգընկերը չի արդարացնում իրենց սպասելիքները, սկսում են որոնել ուրիշին, միանգամայն չանհանգստանալով, որ Աստծո աչքերում ուխտն ավելի ուժեղ է և ավելի ամուր, քան որևէ պայմանագիր։ Եկեղեցում շատերը դժգոհ են, նրանց սերը սառել է։ Ոմանք ետ են նահանջում, ոմանք էլ հեռանում են հավատքից։ Նրանք Տիրոջը ծառայում են, որովհետև Նա կարող է ինչ-որ բան անել իրենց համար, չունենալով Նրա հանդեպ սեր որպես անձ։ Այդ պատճառով էլ, քանի դեռ Աստված կատարում է նրանց ցանկությունները, նրանք երջանիկ են և հիանում են Նրա գործերով, բայց երբ Տերը նրանց անապատ է տանում, այնտեղ բացահայտվում է նրանց սրտի դիրքավիճակը։ Ամեն անգամ, երբ ուշադրության կենտրոնում իրենք չեն լինում, անմիջապես դժգոհություն է սկսվում։ Մենք մեկ անգամ ևս կարող ենք դիտարկել Իսրայելի ժողովրդի օրինակը, երբ Տերը նրանց ազատեց, Ելից 15:20-21 խոսքերում ժողովուրդը ուրախացավ։ Նրանք հիացած էին Տիրոջ մեծությամբ ու հրաշագործ զորությամբ, նրանց սրտերը լցված էր հիացմունքով, որովհետև Նա ազատեց իրենց։ Բայց ընդամենը 3 օր անց, Սուրի անապատում, նրանք հանդիպեցին դառը ջրի և սկսեցին տրտնջալ։ Միթե այդ նույն Աստվածը, որ կիսեց ծովը, չէր կարող դառը ջրերը դարձնել քաղցր։ Նրանք տրտնջացին ասելով. «Մինչև Աստծո մեզ ազատելը մենք ավելի լավ էինք ապրում»։ Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում Մովսեսի և Ահարոնի դեմ, բայց այդ նույն գլխի 8-րդ խոսքում Մովսեսը բացում է ճշմարիտ պատճառը. «Ձեր տրտնջը մեր դեմ չի, այլ Աստծու դեմ է»։ Ելից 16:8։ Չոր ժամանակներում, երբ դժգոհություն է սկսում, մարդիկ հիմնականում սկսում են մեղադրել իրենց կառավարությանը, ընտանիքին կամ ընկերներին։ Նեղությունները բացահայտում են մեր սրտի դրդապատճառները։ Այն առանձնացնում է եսասիրությունը եսի ուրացումից։ Այսօր խնդրիր Սուրբ Հոգուն, որպեսզի Նա դասակարգի և կշռադատի քո սրտի դրդապատճառները, առանձնացնելով նրանք, որոնք քեզ ետ կպահեն առաջ գնալուց, որից հետո դու կդառնաս իմաստուն ծառա, կփնտրես այն բաները, որոնք օգտակար են Աստծո հետ փոխհարաբերություններում, իմանալով, որ մնացած բաները կհետևեն քեզ որպես Աստծո հետ փոխհարաբերության ճիշտ արդյունք։